Գերրաբլուրն է այսօր հարվածի տակ։ Մեր սրբություններն են հարվածի տակ։ Բերձորի եկեղեցին վերածվում է մզկիթի։ Այսօր կարդացի լուրերում։ Ադրբեջանցիները նույնիսկ բան են տեղադրել, նկար են տեղադրել։ Բերձորի հարյուրամյակների եկեղեցին վերածվում է մզկիթի։ Մենք դրան վերաբերվում ենք որպես լուր, բայց դա չէ որ մերն է։ Մեզ այն յուրաքանչյուրի մի մասնիկն է։ Ժորժ ջան, դա դուք եք։ Այս հողի պատմությունը, դա ձեր պատմությունն է։ Մենք բոլորս մի օր հող ենք դառնալու։ Հավատացեք։ Ես որպես հայ ուզում եմ, որ երբ որ գա այդ պահը, այդ հողը պահող լինի, հասկացող լինի, թե ինչի համար մենք հող դարձանք, գիտակցող լինի, մեր գերեզմաններին պահապան ու ծաղիկ դնող լինի, մեզ հիշող լինի։ Հասկանում եք, որ մենք որպես ազգ մտնենք պատմության մեջ, ոչ թե այլասերվածներին բերենք կողեն մեր պատմություն, որ խեղաթյուրեն մեր պատմությունը։ Խոսքը շատ մեծ ուժ ունի, դու ուշադիր եղեք, որ խոսքին եք լսում եւ ծափ տալի ու ճիշտ ասում։ Շատ ուշադիր եղեք, որովհետեւ այդ խոսքը, եթե ճիշտ չի, ազգային չի, հայի խոսք չի, ուրեմն իմացեք այդ խոսքի ազդեցությունն ունի այլ լրիվ ուրիշ ձևով, ուրեմն այդ խոսքը ուղղված է որպես պատերազմի գործիք ձեր երեխայի դեմ։